Այս օջախում ես արդեն 45 տարվա հարս եմ։ Գևորգ Չաուշի ուրեմն ծոռան որդու հարսն է։ Իմ կեսրար, այսինքն 24 թվի ծնված։ Մերն ու հերը երկրից փախած Գաբրիելը Մարիամը։ Այստեղ սասունցիները, որ փախ եկել են, այս տարածաշրջաններում բնակություն են հաստատել, քարե այնտեղ քարուկ քրա եղել իրանց երկիրը, այստեղ նույնապես եկե հաստատել են բնակություն, ամուսնացել են, ընտանիք են կազմել Թանգարան ներսում մտա գերեզմանատանը։ 4 եղբայրներ ու մի քույր են ունեցել։ Եկել են այստեղ բնակություն են հաստատել, ինչպես երկրում կոտորված ջարդուխուր տեղած, փախին էլ այստեղ որ եկել են, իշխանությունների կողմից էլի շատ հետևողական, շատ տանջանքների ենթարկված այդ պապի Գաբրիելը։ Կեսրած պատմում են Բալամ Չավուշը շատ անհնազանդ երեխա եղել, այսինքն շատ անհնազանդ, ամբողջ օրը կռիվների մեջ թուրք երեխեքի կրիչների վրա թռե հարկավակներ ասում որ լծվել են գյուղ հարկավակելու, սաղին քարկոցը խփե, ոչ մեկ հարկ չտակ։ Մի օր էլ հրացանը գողանում է իր հայրը որ սորտեղ է օհան։ Գնում է անտառները որսի, գալիս է հերը կռվում է թուրքերի հետ եկաբան երեխեքի, վերջեր են անում, գալի հերը առնում է հրացան իրանից ու անպատվում։ Այսուհետ ես քո ձեռ հրացան չտեսնեմ, առնում է հրացան ու ասում է վերջ, այսուհետև դու ոչ անտառ կմտնես, ոչ հրացան կվերցնես ձեռդ, ոչ որևէ երեխու հետ։ Ու այդ օրվանից ինքը հենց այդ բայց ասում է սենց փուք կներեք, հարավ լինի այս օջախը, այս շեմը, որը ես ոտ պիտի դնեմ, չեմ դնի այնքան ժամանակ, մինչև որ ես իմ հրացանը չունենամ ու խռովում ու գնում է Հալեբ, հորից տենց դրդված, գնում է Հալեբ 2 տարի, Հալեբում ծանոթանում է Անդրանիկի, Լևոնի հետ, մեծն Ֆիդայի Լևոնի հետ, կազմակերպչական ինչ-որ թեթև գործեր են տանում, հրացան արդեն ունենում, հրացանի տեր դառած, գալիս է ու սկսում են այդտեղից արդեն խիստ ինքնապաշտպանական, այո կամավորական ջոկատներ կազմել ու այդ ամբողջ պետության դեմ են հրետանավորների իրանք հրացաներով կռիվ են տալի, բայց դե 47 շնչից բաղկացած է եղել Չաուշի ընտանիքը, որից մազապուրց են եղել Արևելք են փախել Գաբրիելը եւ Մարիամը։ Այստեղ ամուսնացել են, ընտանիք են կազմել, երեխաներ են ունեցել, մեծն Գևորգ Մելքոնյան, իր եղբայրներն է բոլորն է դասախոսներ, բայց Գևորգի անունը է թվին որ շշուկով Ֆիդայի անուն ռիշ չէիր կարա տայր կաքսորեն։ 3 տարի Մոսկվայից եկան է շենքը, որ սկսել է կառուցել մեծն Մելքոնյան Գևորգը մեր հոր եղբայրը։ Մոսկվայից եկան, թույլ չեն տվել շենքի կառուցումը։ Վերջը շատ դժվար իր կյանքի էներգիայի առողջության ամեն ինչի հաշվին դասախոս մարդ համալսարանի կիրառական մաթեմատիկայում սովորե, ուսանողների հետ պարապե գիշեր ցերեկ կոպեկ հավաké, նպատակ առաքելությունը հասցրեց, ավարտեց, էս է եղել իրան, բայց կողքից շատ ժողովրդավարական գործ է մի խոսքով այս շենքը։ Արցիվն էլ հենց լեռան ճակատի նայող ու շատ բաներ կա, որ հոր եղբայրը շատ կյանքի դաժան տարիների ապրած իր այդ թես աշխատանքի տարիները դժվար եղել։